Խնդրեմ ես Անտոգոս վարկեմ վերցրել ես տրակտոր եմ բերել, գնել եմ 4 միլիոնի, գործիքները կողքի հետ չունեի։ Այսօր այդ միլիոն ու կես մնաց ինձ։ Ես տնտեսի ես կվարեմ, կրնակ մտնեք Facebook տեսնեք Արարատ Պողոսյան, ես կվարեմ, ես կուլտիվացիա կենեմ, ես կցանեմ։ Ձեր գյուղի հիմնական այսպես տարիներով չլուծված խնդիր։ Հիմնականում տարիներով չլուծված նախկին համայնքի բյուջեն շատ սուղ էր, քիչ էր, ասենք 5 միլիոն էր, ասենք գույքար, գողար, վարձակալական, ծրագրեր շատ քիչ էր, մենք ներդրումներ համայնքը ունի խոշոր տարածք արոդավարեր, լավ անասնապահությունով է զբաղված, ունենք նախկինում խոշոր գլխականակ 1200 խոշոր գլխականակ 1000 մանր այսօր կեսն է մնացի 50%-ը դրա Ինչն է պատճառը, որ պատճառը գյուղի երիտասարդների համար ամուսնանալու համար աղջիկները գյուղ չեն կա, բայց քաղաքից ավելի լավ է գյուղը ամբողջ Շիրակի մարզի ամենալավ գյուղն է, որ անասնապահությունով եթե խորացված զբաղվես աշխատես ավելի լավ է Կան երիտասարդներ կզբաղվեն պաների գործարան ունեն, ներդրում կատարեն իրանց արժով, մենք ասենք ես իմ կինս զբաղվում ենք տեղես վարելը հողերով, ցանում եմ գրեշնի, ոս, կարմիր, կանաչ ոս, կտաբատ, յուղ կանեմ, վաճառեմ, խոշոր լավ անասուններ կպահեմ, օգտվել եմ կառավարության որոշում բանից, սուբվենցիայից Անտոգոս վարկեմ վերցրել, տեխնիկա եմ գնել Իսկ ծրագրերը միրացրե օգտվել եմ Եվրամիտյան ծրագրերը չարկացան 7 միլիոն մեկ էլ պրեզենտ տվել իսկ ամերիկյան USAID-ի քարտը տվել է դիսկավանի, կուլտիվատոր, կուտան, վիմ, սրսկիչ, որ ես ասենք 40 հեկտար հող մշակեի հատիգանդեղեներիով ես կզբաղվեմ, կարիցորեն շատ քիչ է, իմս զբաղվում եմ, հետո կինոա եմ բերել ցանել մեր նախարարության կողմից տված է, Խոջոյանի կողմից նախարարի տեղակալ, կզբաղվեմ այս տարի կուզեմ ծնեբեք բերեմ, աճեցնենք, փորձենք տեսնենք կլիմային, մեր կլիման լավ կլիմա է, ծմերը ծմեր, ամառը ամառ, ցուրտ է, բայց մայիսին մենք ցանքս սկսում ենք, սեպտեմբերին բերքավակ ենք անում, շատ լավ, անցյալ տարի ես 30-35 ցենտներ քար եմ ստացել, 40 ցենտներ ցորեն 20 ցենտներ կտավատ, ոս, և այլն, մենք այսօր ունենք, եթե ասենք գեղացին երիտասարդները չեն ուզի, մարդիկ այսօր ծուլացել են, չեն ուզի աշխատի, խորացված անասնապահությունով չեն ուզի, օրինակ մարդկսը անասուն ունեմ, անասունին պետք է լիարժեք կերտ արդատրես պիտի 10 օր կաթ ստանաս, մենք ունենք կով, որը մորական տալիս է 20 լիտր կաթ, աղջիկան, իրան ծախնել հանում, բանել եկամուտ մնում եմ ես։ Իրացման ես խնդիր չունեմ, պրոբլեմ չունեմ։ Ես ունեմ գրանցված եմ անացերներից, ծերմարդատրող, ես ունեմ հարգայինի լրիվ պրոբլեմ չունեմ, մարդիկ շատ լավ օրենք ընդունեն մինչև 25 միլիոն չգերազանց է հարգից ես ազատված եմ, իրացումը ես օրինական հաշիվ ֆակտորով ամեն ինչով տալիս եմ Եվ իրացում պրոբլեմ չունիմ, կատն է լեգիտին եմ տալիս, 10 օր մեկ վճարում է մարդը, եթե մակուր կատ տաս, ինք անալիզի, սենք ինչ է քեզ գսեմ տոգոսով կվարտադրե։ Ես իրացման խնդիր չունեմ ես պայի։ Գյուղացիները դժգոհում են, որ ցած է։ Գյուղացիները արդեն կատը կինը ցածր է, ուտեղ է բարձր, հələ գնացեք Տաշիրում, գնացեք Շամշադի, Տաուշիր շրջան, գնացեք Սիսիան, Սյունիքի մարդ, տեսեք ինչ է քները, ես ամբողջ Հայաստան, ես զբաղված եմ ՄԱԿ-ի նոր հատիկ կոոպերատիվի նախական եմ, գնում եմ գյուղերն ուսումնասիրում եմ, ոսպ եմ թանում, զբաղվել եմ կատ տնտեղ շատ ցածր, 130-ից 140 դրամ, 160 դրամ վատ է, ով կուտա, այսօր սեփականատերն է, ոչ թե, եթե դու մաքուր կատ տաս անալիզով ամեն ինչով, ինք վճարեք 170 էլ կվճարի, թող ծուլանան, թող ելնեն աշխատեն, ծուլացել են, ժողովուրդը ծուլացել են, այսօր կառավարություն տվել է, գումար է տվել, Անտոգոս գումար կուտա, մարդիկ կերտան իրանց կնգտան սոսկի կարնին, շոր կարնին, այդ տոգոս Անտոգոս վարկը, տանեն, չիտեմ ինչով կզբաղվին, հետո կսեն թե շաուտ ստացան, կիս ես վերցրել եմ, հիմա էլ վերցրել եմ Անտոգոս վարկ, տվել է,
վերցրել են, փակվել են։ Շատ Տեսեք գյուղացիները ասում են ձեռնտու չի անասում, բախել է կառավարությունը խնդիրները իրենց չէ, կառավարությունը խնդիրներ չէ, կառավարությունը այսօր ճիշտ ուղի է տալիս։ Քեզ ասում է, եթե կուզես լավ անասնապահություն խորացված, գոմեր կա, վերցրա 5 քեզի 40% 5 է տալիս 60 անասուն, ոչ թե պայ 5 լիտրանոց կտուկով, այլ պայ 20 լիտրանոց կով, որ իրան ծախսը կերը դու կարի թեփ չես տա, սիլոս չես տա, մենակ խոդով կուզես որ եկամուտ ստանաս, չես ստանա։ Կառավարություն քեզի աջակցություն կտա, վերցրա ստացի։ Ճիշտ ինչ ասեմ, կառավարության գումարը ճիշտ ուղին իրացրա։ Ես օրինակ գնում ճիշտ նպատակով, այո։ Ոչ տան նպատակը վերցնես աննպատակ ծառայի գումարը։ Այսօր ես գնում եմ ժողին ստուտ զբաղվում եմ բանով ես ինչ հարթունյան Ղարիբենցիկ ֆինանսները սովորցնում, այնտեղ գնում եմ մարքեթինգի, գնում եմ բիզնես ծրագրերի, դասընթացների, կրթվում եմ 65 տարեկան նորից կրթվել կուզեմ ես, որտեղ բիզնեսը մի ամբես բան է, գյուղն ամբես պետք է խորացված է զբաղվես, ոչ թե մագերեսորը, նույն է գումարը պետք է նպատակին ծառայի։ Թող չդժգոհին կառավարությունը, այսօր տվել է, ճանապարհ սարքել է, լուսավորումներ է, գազներ քաշե գմար, էլ ինչ կուզեն այս ժամանակ ես բյուջե չունենք կորենենք։ Այսօր միացրեցին բյուջե ունենք մենք համայնքները զարգացած է։ Բերել են ես ծրագիր բերեցի Եվրամիջյունով գյուղացիք ոչ մեկ ծրի տալիս են, ոսպեն տալիս, կտավատ, կարուղ, ամեն ինչ ծիսեր տալիս են թե ցանեք, անփող։ Իրանք չվերցրին ես ցանեցի արդյունք ստացա այսօր էլ Եվրամիջյունը ինձ ամեն ինչ տալիս է։ Քարտը շատ շնորհակալ եմ, ես այդ քարտ խնդրեմ նայեք իրանք ոչ թե գումար են տվել, այլ գործիքներ են տվել, որ ես խորացած զբաղվում գյուղատնտեսությունով։ Հասկացա, որ շատ գոհ եք կառավարությունից, ձեզ ահագին աջակցել է կառավարությունը։ Կառավարությունը ինձ աջակցել որ 10% գումար է տվել, վարկ է տվել, ես վերցրել նպատակին խնդրեմ Բելարուսը բերել եմ 4 միլիոնով, վերցրել եմ նպատակին եմ ծառայոր գումար, ես տարեկան 1.300.000 տալիս էի տրակտորի վարձ էի տալիս, այսօր այդ գումարը մնաց տնտեսել եմ։ Բիզնես ծրագիրը պես է, կառավար, դու պետք է գումարը ճիշտ կառավարես։ Մենք էկոնոմիկայի նախարար են որ հայտարարություններս որ անտոկոս նորից վարկ կուտան 0%, հələ կառավարությունը չի հաստատել, ես վերցնեմ։ Ձեր գյուղի մյուս կարևոր խնդիրը։ Կարևոր խնդիրը այսօր ծերացող է ձեր գյուղը։ Ջուրջ մեր գյուղը ծերացող է, թող երիտասարդներ չկան, այնտեղ էս է գնացել է կին կառնեն, Գյումրից կառնեն, կողքի քաղաք կուզեն։ Կուզենք իմ տղեկներս է գնացել են քաղաք, պատերազմից հետո գնացին Մոսկվա կաբրեն, խո չեմ կրա իրանց բռնես։ Իսկ մյուս տղես փոքր մոդս է։ Աշխատում է իմ էցել խորացված գյուղատնտեսություն չի երենա։ Աղջիկները չեն առնեք, ես գյուղի չեմ եր։ Կուզեք գյուղարեք, հարց չէ, կուզեք գնացեք։ Հիմա այսօր թող չդժգոհին կան ցանկացած գեղեցկուհի ես իրանց ապացուցեմ ստեղ իմ աշխատանքով, իմ անասնապահությունով, իմ գյուղատնտեսությունով։ Ես գնում Գյումրի, աղջիկ ջան, ցանց կենեմ, այնտեղ սելեկցիոնին էլ կօգնեմ։ Պարապ չեմ մնա, փող կաշխատեմ։ Առավ դուրս կուկամ ուտին կերտամ սելեկցիոն, այնտեղ միջև 2-8-ը ցանց կենեմ, կուկամ փող կաշխատեմ ու եկամուտ բերեմ տունը։ Դեր համար թող չծուլանան։ Դու ցանկացած գեղացոր ես տեղ եղնեք, գեղացունքս ինչ որ դու չես աշխատի։ Ինչի անասուն, գլխականակ պայեք, որակ պայեք, գլխականակի մեջ չէ, որակի մեջն է։ Ասաք ինձ։ Ես ճիշտ բացատրեմ, թող կան ցանկացած գեղացի մեր մարզներ, ցանկացած մարզ։ Ես Ստեփանավան եմ գնացել, իմ ոսկն եմ տարել, այնտեղ ծրագրեր են կիրացել իրանց հետ, Շամշադին եմ գնացել, նոր աշեն, նոր հատիկ, այնտեղ կոոպերատիվ եմ բաց, այնտեղ ոսպ եմ ցանել կարուղ, Այգեովիտ եմ գնացել, Սիսյան եմ գնացել։ Նայեք, տեսեք ինչ խնդրած վիճակ։ Ամեն գյուղ ամեն խնդրեմ ունի, ամեն գյուղ իրան ինչ ասեմ, լավ տեսակներ ունի, վադներ ունի, չէ՞, գսե այստեղ լիարժեք լավ է, չէ՞։ Կլիմայի հետ մենք դե համակերպենք։ Ծնվել ենք, մեծացել ենք, մեր գյուղն է, ուր է ստանք։ Այստեղից լավ տեղ չկա։